Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Հաղորդումից առաջ, երբ ես նայում էի շաբաթվա մեր թերթի համարները, նկատեցի, որ շատ մեծ թվով իրադարձություններ են տեղի ունեցել այս շաբաթ եւ բոլորի մասին արժե խոսել հաղորդման ժամանակ։ Եվ արտաքին քաղաքական թեմաներ կան, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ապա Մոսկվայից հետո միանգամից Նյու Յորք ուղևորությունը եւ կան ներքաղաքական տարբեր իրադարձություններ, որոնք արժանի են ուշադրության։ Մասնավորապես երևի սկսենք մի փոքր քրոնոլոգիայից, որովհետև նախորդ շաբաթվա ավարտին եւ այս շաբաթվա սկիզբը նշանավորվեց քաղաքապայմանագիր կուսակցության համագումարով, որին փորձեց իշխանությունը մեծ շուկ, մեծ հանդիսավորություն հաղորդել։ Մարզահամերգային համալիրը պաշարված էր ոստիկանական մեծ ջոկատներով, ամբողջ լրագրողական կազմը մեր դաշտում գործող գնացել էին մարզահամալիր, որպեսզի լուսաբանեն այդ իրադարձությունը, սակայն ցավոք սրտի համագումարը ամբողջությամբ փակ էր եւ լրագրողները դրան հետևում էին հատուկ առանձնացված մի սրահից, իսկ վերջում նաեւ ճեպազրույց կարողացան իրականացնել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամեն դեպքում համագումարը կայացավ, հնչեց 1 ժամանոց մի ահռելի ելույթ, եղան ծափեր, եղան ընտրություններ եւ Սկանդալներ, այո, նաեւ կային սկանդալներ համագումարի ժամանակ եւ ամեն ինչ արվեց, որպեսզի դա ներկայացվի որպես մեր երկրի թիվ 1 իրադարձություն քաղաքական, այսպես ասած, եւ պետք է ասել, որ նաեւ նախընտրական ինչ որ մի փուլ էր գնում, մեծ մրցակցություն կար ԿՊ-ի անդամների միջև վարչություն ընդգրկվելու համար եւ վարչության կազմի հրապարակումից հետո մենք տեսանք, թե ինչպիսին է այս կուսակցության ներսում եղած մթնոլորտը, հոգեբանական իրավիճակը, ինչ է ուզում, ինչ է ակնկալում իրենց առաջնորդը վարչության անդամներից եւ առհասարակ ինչպես է պատկերացնում իր կուսակցության ապագան եւ մեր երկրի ապագան նաեւ, հա։ Շատ չծանրանանք իհարկե այդ վարչության կազմի վրա, որովհետեւ միայն վատ բաներ կարող ենք խոսել այդ վարչության կազմի մասին, այդտեղ մարդիկ են, որոնք այս տարիներին միայն ատելություն, սպառնալիքներ, Նիկոլ Փաշինյանի հլուհնազանդ կամակատարներն են եղել, բայց հատկապես ուշագրավ էր եւ հանրությունը սևեռվեց 4-րդ հանրապետության հետ կապված այդ մտքի վրա, որը հրապարակեց Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ 3-րդ հանրապետությունն այլևս դադարում է գոյություն ունենալուց եւ մենք սկսում ենք 4-րդ հանրապետություն կառուցել։ Կարող է թվալ, թե ընդհանրապես խոսքեր են, բառեր են, հա, ինչ որ քարոզչական տերմիններ է դնում շրջանառության մեջ մարդկանց զբաղեցնելու համար, բայց ինձ թվում է, որ դրա տակ կա նաև բովանդակություն, հա։ շատ բարի, իհարկե, վաղուց արդեն մենք ամրագրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չի խոսում եւ յուրաքանչյուր բառի տակ հետո տեսնում ենք, որ հսկայական հայեցակարգ է տրված։ 4-րդ հանրապետության հայեցակարգ այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Եկեք հիշենք, որ 3-րդ հանրապետությունը ձևավորվել է Արցախյան շարժման լույսի ներքո եւ անկախության հռչակագրում սևով սպիտակի վրա գրված է, թե այս պետականության վերջնանպատակը որն է լինելու։ Քանի որ ինքը իրեն բնորոշ ֆանտաստիկ տրյուկով փակել է Արցախի էջը կամ թվում է թե փակել է, որպեսզի այդ խարան իր վրայից հանի, ինքը պետքա չէ որ 4-րդ հանրապետություն ստեղծի, դրանով իսկ իրականացնի նաև ադրբեջանական կարևոր պահանջը, որ դու սահմանադրությունդ պետք է փոխես եւ անկախության հռչակագրին հղում այնտեղից հանես։ Հիմա որպեսզի սա այդ ադրբեջանական պահանջը ինքը իրականացնի, փաթեթավորում է նոր խոսույթով, նոր հայեցակարգով 4-րդ հանրապետության կայացման տեսլականով, բայց մենք հոլավ գիտենք, թե դրա խորքում ինչ է եղած։ Այո։ Եվ կարծես թե ուրեմն զուգադիպեց այս շաբաթվա ընթացքում նաև ՆԱՏՕ-ի սեմինարներ իրականացվում Հայաստանում եւ Հայաստան էր ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակ մի քաղաքագետ, որը հենց հյուրանոցում բաց տեքստով ասաց, որ մինչև սահմանադրություն չփոխեք խաղաղության պայմանագիրը չի կնքվելու, ձեր սահմանադրության մեջ կան ոտնձգություններ Ադրբեջանի նկատմամբ տարածքային
հավակնություններ եւ դրանից պետք է հրաժարվեք, որպեսզի Դրա համար այս իրականացվի։ բոլոր քայլերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասում է, մենք այդ բաց տեքստով մեր համերկրացիներին, մեր համաքաղաքացիներին, հայրենակիցներին պետք է բացատրենք։ Հարգելիներ, չեք ուզում այդպես լինի։ 26 թվականի ընտրություններին ինքը շանս չպետք է ունենա, որովհետև պարզ է, չէ, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանին տալիս են վերընտրվելու շանս այն դերակատարները, ովքեր իրեն բերել եւ նստեցրել են այստեղ իշխանության, կարող է լինել դա թուրք-ադրբեջանական տանդեմը, կարող են լինել ավելի արտաքին այլ դերակատարներ եւ այն հաջորդականությունը։ Իսկ Նիկոլն ինչ ասում, թողեք վերընտրվեմ, օգնեք վերընտրվեմ, հետո նաեւ 27 թվականին սահմանադրությունը կփոխեմ։ սահմանադրությունը Այսինքն կփոխեմ, այդպեսի, որպեսզի այս դեպքերի իրադարձությունների շղթան մենք կտրենք, մենք պետք է այնպես անենք, որ 26 թվականին ինքը շանս չունենա վերընտրվել։ Եվ հետո մի բանի վրա էլ ուշադրություն հրավիրենք մեզ լսողների, որ մի հավատացեք, մի լսեք այդ սուտ կեղծ խոստումները, այդ քարոզչական թեզերին ուշադրություն մի դարձրեք, որ մեզ անհրաժեշտ է սահմանադրությունը փոխել, որովհետև այդ սահմանադրությունը ժողովուրդը չի ընդունել, որովհետև բոլոր հանրաքվեները կեղծվել են եւ մենք հիմա կարիք ունենք սահմանադրությունը փոխելու։ Եթե տրամաբանության մեջ էլի դիտարկեմ, եթե դա ատելի է ժողովրդի սահմանադրություն, ատելի է ժողովրդի։ Այդ ատելի սահմանադրությամբ էլ դու դարձել վարչապետ։ Տգիտության ինչ աստիճան է, չէ՞ որ իր իշխանության գալու եւ այսօր անսահմանափակ իշխանություն իրեն տվել է դա եւ առնվազն 15 թվականին ակտիվ մասնակցություն ունեցել այդ սահմանադրությունը, թեկուզ կապ չունի ոչի ճամբարում էս թե ինչով։ Դրա համար ընտրվել է 17 թվականին։ 17 թվականին ամեն դեպքում այդ նույն սահմանադրությամբ ինքը մուտք է գործել ազգային ժողով, հետո 18 թվականին այդ նույն սահմանադրությամբ դարձել է երկրի վարչապետ, 21 թվականին վերընտրվել է եւ հիմա քանի որ կա ուրիշ գերակախնդիր ադրբեջանական պահանջ, հիմա նա այնպես պետք է անի, որպեսզի ինքնուրույն որոշում դա ցույց տա, որ դա ես եմ, մեր ժողովուրդը այդ սահմանադրությունը չի ընտրել, քանի որ դա հեռավոր 15 թվականին, իսկ 15 թվականին Հայաստանը լրիվ ուրիշ բռնապետական հանրապետություն էր, իբր թե հետեւաբար այն ժամանակվա ընդունված օրենքները պետք է առ ոչինչ ճանաչել։ Եվ գիտես զավեշտը եւ ողբերգությունը նաեւ նրանում է, որ այդ ադրբեջանցու այդ բարբաջանքից հետո, հենց մեր երկրում, մեր Երևանի կենտրոնում արած բարբաջանքից հետո հենց հաջորդ օրը հրավիրվում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստը, հայտարարվում է, որ բուռն աշխատանքներ են գնում սահմանադրության նոր տեքստի վրա, որ այդ կայուն մեծամասնության դրույթից են պատրաստվում հրաժարվել, ընդհանրապես նպատակը դա է իբր թե դա ինձ հիշեցնում էր, օրինակ երբ որ շինարարը կամ պատվիրատուն գալիս է շինհրապարակ, հենց այդ պահին աշխուժություն է, գործեր արագանում է, գործեր բանը, հենց պատվիրատուն հեռացավ կամ այն պատվիրատուն էստեղ էր փաստորեն Երևանում եւ այդ պատվիրատուին որպեսի սիրահաճեն ասեն, տեսեք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, հաջորդ օր իրականացրեց նաեւ։ Եվ խայտարակությունն այն է, որ պատվիրատուն ոչ միայն պետության նրանց ղեկավարն է, այլ որ նայում ես թե ովքեր են Հայաստանի համար սահմանադրություն գրում, ովքեր են այդ սահմանադրությունը գրում եւ ովքեր են մեր ու ձեր երեխաների ապագան կանխորոշում ապագա տարիների համար, ուղղակի գլուխդ բռնում է ցավից ու ասում ես սիրելի հայ ժողովուրդ, նոժելի մենք սրան ենք արժանի։ Եվ հիմա պետք է արձանագրենք, որ երկրում ոչ միայն սահմանադրությունը չի գործում, աջ ու ձախ ոտնահարվում է, տրորվում է, օրենքները, իրավունքը չի գործում եւ վիճակը այնպեսի աղետալի է դարձել, որ արդեն համայնքապետ են սպանում իր տան դիմաց։ Այս շաբաթվա ընթացքում մենք տեսանք դա ողբերգական դեմքը, շատ ցավալի, ընդդիմության ներկայացուցիչներից մեկին իր տան դիմաց սպանեցին։ Մեր լրագրողներից մեկը նման հենց որակում էր տվել, որ եթե երկրի վարչապետը մուրճն է ճոճում իր ձեռքում, ապա ինչ որ հանցագործներ էլ ավտոմատներն են ճոճելու մարդկանց։ Տեսեք, էլի տրամաբանական էր, չէ՞, տեսեք, երբ որ մանդատն է պողպատելի գտնում, հանում, թափահարում, ախր դա ազդակ է, որ բռնությունը դառնում է լեգիտիմ գործիքակազմ եւ ուղղակի իմ խորին ցավակցություններս Գրիգորյանների ընտանիքին, շատ ցավալի էր, դա
Փարաքարի համայնքապետը հիշում ենք, որ ամիսներ առաջ վերընտրվելով ինչ մեծ հույս հավատ էր ներշնչել ընդդիմադիր դաշտում, որ այո, հենց ընտրությամբ հնարավոր է ինչ-որ բան փոխել, բայց խնդրեմ բանդիտական օրենքները եւ իրենց խուլիգանապետական գործիքակազմը ցավոք սրտի դա է մնացել։ Մենք խոսել ենք, կանխատեսել ենք, քանի որ չունի ժողովրդի իրական աջակցություն, նա արդեն ամեն կերպ պետք է իր մկանները ցուցադրի, վախի մթնոլորտով, ահաբեկելով, ահուսարսափ տարածելով, նրան պետք չէ ժողովրդավարություն։ Իդեպ իրոնիան որն էր հեգնանքը ճակատագրի, որ ընդամենը օրեր առաջ ժողովրդավարության ֆորում էր այստեղ անում, հա, ճռճռան ներկայացնում էր ժողովրդավարության իր ձեռքբերումները եւ ընդամենը հենց այդ հաջորդ օրը այստեղ գնդակահարվեց ուղակի, գնդակահարվեց մեր շատ Մարդիկ սիրելի պաշտպանված չեն, մարդիկ խայտարակ վիճակում են մարդը, այսինքն նույնիսկ համայնքապետը պաշտպանված չի այս երկրում, հա, կարող են տենց ինչ որ մեկը պատահական գալ, սպանել եւ թողնել հանգիստ հեռանալ առանց պատժվելու, առանց բռնվելու։ Ինչքան ուզում է փորձենք քաղաքական ենթատեքստից խուսանավենք, հերթական անգամ մեր երկրում այս տարիներին քանի անգամ են եղել աղմկոտ սպանություններ, ինքը ամեն անգամ հենց ժամանակից շուտ է ինքը արդեն կանխավարկածն առաջ քաշում, այստեղ արդեն հասկանալի է, որ մի ինչ-որ բան սա արդեն կամ ուղղորդում է, կամ փորձում է ծածկադմփոց անել, հա, առավոտ կանող ինչ-որ ուղենիշներ, որ իրավապաններին կոնկրետ ցուցումներ, որը նշանակում է, որ կանխարգելվել, ասում է, հանցանքը կարծես թե արդեն ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է պետք քննությունը տանել։ Ինչու՞ չի կանխարգելել, այն որ դեպքում էլի թելերը բոլորը տանում են մեկ դեպի մեկ տեղ։ Այս երկրում բոլոր դժբախտությունների, բոլոր հանցագործությունների, թմրամիջոցների, ահաբեկության բոլոր հասցեատերը մեկ անձնավորություն է, որը նստած է կառավարությունում։ Մեկ եւ ընդհանրապես իշխանությունն է պատասխանատու, երբ որ երկրում քրեական իրավիճակը վատանում է։ Իհարկե, Մենք իշխանությունը միայն վայելք չի, իսկ սրանք իշխանությունը միայն դիտարկում են որպես վայելք, որպես արտոնություն, որպես պարգևավճար, որպես օտարերկրյա ոյաժներ, տուրիստական պախոդներ, իսկ երբ որ գալիս է գործը պատասխանատվությանը որոշումներ կայացնելուն երկրի համար ճակատագրական, սրանք կամ թռած են, կամ անմեղսունակի նման ինչ-որ անհոդաբաշ մտքեր են բարբաչում ու այսպես մարդկանց մոլորության, մոլորախափության մեջ են դնում։ Բոլորում նախկիններն են մեղավոր։ Նույնն էլ չէ, իրենց դեպուտատներից մեկին հարցնում է, ասում է 20 տարի առաջ ամեն օր էր քաղաքական սպանություն լինում։ Դրանով արդեն մատնեց, որ սա հենց քաղաքական սպանություն էր, եւ հետո գիտես, նաեւ իրավապահ մարմինների գործելու մեթոդներն են փոխվել եւ որակն է փոխվել, հա, համատարած, երբ որ ամբողջ ոստիկանությունը, ամբողջ ազգային անվտանգությունը զբաղված է ընդամենը այդ մի խումբ իշխանավորների անվտանգությունը ապահովելով, բարձր որ հասարակության մեջ նման ամենաթողության վիճակ պետք է ստեղծվի։ Վարդակը գալիս է դրանից, բացի այդ մենք ունենք ազգային մենթալիտետի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Ես ամենևին էլ ռասիստական կամ սեքսիստական կամ սեռական գենդերային բաներով չեմ տառապում, բայց ուժային կառույցների ղեկավար կազմին երբ որ նայում ես եւ արդյոք այդ համակարգում ուժային ձիգ կարող են կառավարել եւ իրենք իրավիճակին տիրապետել, հասկանում ես, որ չի։ Դե միայն կանայք չէ, Խաչիկ ջան, եթե նայում ես հիմա Եվ որակը պրոֆեսիոնալիստները տարեկան ինչ-որ մի տղա է եւ հասկանալի չէ, որը համակարգում օտարածին մարմին է, համակարգում օտարածին մարմինները արհեստականորեն ներդրվածը օրգանիզմը դուրս է շպրտում, հա։ Դրա համար այն համակարգերը, որոնք պետական տարիների, տասնամյակների գործառնության փորձ են ունեցել, իրենք կամ սկսում են մերժել, կամ դուրս շպրտել, կամ իրենք ուղղակի դադարում են աշխատել։ Իմիտացիա է, ողջ երկիրը այսօր իմիտացիայի մեջ։ Փող են ստանում, գնում են Ազգային ժողովի իմիտացիա անում, որ օրենքներ է ընդունում, կառավարությունը իբր թե աշխատում են, կրթական հաստատությունները իբր թե կրթում են, հա, բոլորը իմիտացիոն դաշտի մեջ են գործում։ Եվ տես այդ համակարգերը մեր աչքի առաջ ոնց են փլվում, հա, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, ներքին գործերի համակարգ, քրեակատարողական ծառայություն, Միքայել Սրբազանին, այո, այդ դատավորները պատմությունը վաղ թե ուշ այս արատավոր շղթան կտրվելու է, չէ, վաղ թե ուշ մենք առերեսվելու ենք մեր ընդունած որոշումներին։
Ինչու մարդկանց տեսակ կա, որոնք կյանքում ապրում են միայն նրա համար, որ երբևիցե իրենց ոչ մի արարքի համար փոշմանած չլինեն, երբևիցե իրենց անունը չպախարակվի, անվան հետևից ցեղ չշպրտվի։ Իսկ մարդիկ կան, որոնք իդեպ դա իշխանական էլիտային նաև որակից է գալիս, այդ մշակույթից է գալիս։ Իրենք դա են սարքում հասարակական նորմ, որ դա նորմալ է։ Հարգելիս, այո, դու հրամանը կատարիր, կապ չունի, մեղավորը անմեղա, կատարեցիր ցուցումը, դու դեռ կերակրատաշտում տեղ ունես։ Այդպիսի մարդիկ կան մեր կողքին, որոնք ապրում են։ Եվ ցավալի է, որ երիտասարդ կին դատավոր է այդ դատավորը, Միքայել Աջապայանի դատավորը, որը եկավ դատանում ուղղակի հապճեպ կարդաց մեղադրական այդ վերդիկտը իր կայացրեց ու թողեց փախավ իրեն դահլիճից։ տվել էին այդ տեքստը, ինքը հա, կարդաց, պարզ է։ բայց նորից եմ ասում, չկա աշխարհում որից է պաշտոն, որ մարդու պատվից արժանապատվությունից ավելի վեր լինի։ Ուղղակի այդ գիտակցումը արդեն հանել են մարդկանց միջից։ Մարդիկ էլ տեսնում են, ասում են, դե եթե վարչապետ է, ինքը կարողանում է իրեն թույլ տալ 5000-ին գետնին կողել, այսքան մահեր բերել, Արցախի էջը փակել, այս անել, այն անել ու մնալ անպատիժ, եւ նորից բարձր ձայնով սկսել հոխորտալ, ես կանեմ ու կանեմ, էլ Եվ այդպես մեր է։ երկրի համար շատ բնորոշ վիճակ է, երբ որ Վալոդյա Գրիգորյանի սպանած հանցագործը ազատության մեջ է, իսկ հարցազրույց տված Սրբազանը հիմա գտնվում է բանտում։ Եվ կարծեմ Բարերարը արդարադատության գտնվում է նախարարի բանտում։ հարցազրույցում ասել էր, այո, որ մարդասպանը կարող է լինել ազատության մեջ։ Դա պատկերացնում։ Իրենք ամեն ինչ արդեն ներելի հանդուրժելի են դարձնում։ Բայց գիտես, նաև հետաքրքիր է, որ մեր լրագրողներից մեկը գտել էր այս շաբաթվա ընթացքում թերթում հրապարակել ենք Նիկոլ Փաշինյանի 13 տարեկանում գրած բանաստեղծությունը Արցախին նվիրված։ Պատկերացնում ես 1988 թվականին, կարծեմ, հա, այս բանաստեղծությունը ազգը երբ որ փոթորկվում է, այո, այս բանաստեղծությունը գրել է Արցախ անունով բանաստեղծությունը։ Ես ուզում եմ կարդալ ուղղակի տեսնենք թե մարդը այսօր երկրի նախկին նախագահներին ասում է ինչպես կարող էիք 18 թվականին մեր ինքնիշխան տարածքից դուրս զինվորներ ուղարկել մահվան բերան, դրանք ձեր երեխաները չէին եւ այլն, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում դրա համար Ադրբեջանը դրա պատասխանը տվեց։ Այդ խաղաղության դարաշրջան կառուցողը եւ Ադրբեջանի այդ խաղաղության պայմանագիր ստորագրման պատրաստը Ադրբեջանի նախագահը ուղիղ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի նոր պահանջներ, նոր մեղադրանքներ, օկուպացիայի, իրենց քաղաքները ոչնչացնելու եւ այլնի Զանգեզուրի միջանցքի գործարկման եւ այլնի մասին։ Թրամփի ուղիով ընթանա։ Կակրես դատավճիռ էր կարդում Հայաստանը։ Դու տեսեք ինչ ասում, դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին, իսկ մենք հայերս ասում ենք Արցախ։ Արցախ բառը քանի տարի է արգելված է իշխանական, որևէ գործի շուրթերից չի հնչում։ Դուք այդ ասելով նմանվում եք գողի, թշնամուն է ասում է, իսկ մենք հայկական քաջարի անվախ մենք Ղարաբաղին ոչ, աչք չենք դրել։ Ինչու աչք դնել սեփական հողին։ Դուք մեր սահմանն այնքան եք հրել, որ ուզում եք տիրել մեղրու խաղողին։ Պատկերացնում ես, ինչ որ նաև ինչ որ մարգարեական բան կա, հա, մեղրի, Արցախ եւ այլն, հա, բայց այս ոգով մեծացել, հիմա դարձել է Արցախատյաց, Արցախը մերժող, Արցախ բառը արգելել է եւ համարում է, որ դա Ադրբեջանի հող է, Ադրբեջանի տարածքային։ Արցախուրացման քաղաքականությունը իսկապես իրենց ամենամեծ ձեռագիրն էր, որ այս տարիների ընթացքում մենք տեսանք, ինչպես են նրանք հետևողականորեն ոտնահարում մեր բոլոր սրբությունները, չէ՞ որ Արցախը մեր ինքնության ամենակարևոր մասն է եղել։ Արցախի համար են հազարավոր հայրենիներ զոհաբերվել եւ ով է քեզ ասում այ տխմար, որ Արցախը եղել է տարածքային վեճի առարկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մեր դիվանագիտությունը Լևոն Տեր-Պետրոսյանը քանի տարի, քանի անգամ դիվանագիտական, քանի տասնյակ ու հարյուրավոր ժամեր են պայքարել, որպեսզի այս կամ այն ձևակերպումը չլինի։ Խեղաթյուրված իրականությունը Ալիևը ներկայացնում է, որ ՄԱԿ-ը իբր թե 4 բանաձև էր ընդունել եւ Հայաստանին էր կոչարել։ Ոչ, ՄԱԿ-ի ոչ մի բանաձևում Հայաստանին ուղղակի ագրեսիայի մեջ մեղադրանք գոյություն չունի։ Ընդհակառակը ՄԱԿ-ի բանաձևերը ուղղակի Հայաստանին կոչ էր անում իր ազդեցությունն օգտագործել Լեռնային Ղարաբաղի վրա, հա, այսինքն Լեռնային Ղարաբաղ առանձին սուբյեկտ եղել է, հանդես է եկել, ինքը իր շահերը պաշտպանել է։ Ուղղակի եղավ այն ինչ եղավ։ Հնարավոր է ինչ-որ բան փոխել, իհարկե հնարավոր է փոխել։
Ես վստահ եմ, որ հնարավոր է փոխել։ Եվ մարդիկ անընդհատ պահանջում են, ասում են 2019 թվականի առաջարկը համանախագահների հրապարակի, տեսնենք հələ ինչ են առաջարկել, որից դու հրաժարվել ես 19 թվականին, տարել ես երկիրը միտումնավոր պատերազմի, հետևողականորեն քայլ առ քայլ ծրագրավորված պատերազմի դեպի հրահարման ճանապարհն են ընտրել, քայլ առ քայլ աստիճանաբար ամեն օր մի հատ էջը շրջելու, Արցախի վրա մեծ քար դնելու մարտավարություն են կիրառել ու դա խորացված անում է մինչ օրս։ Վերջին հայտարարություններն էլ նախկին նախագահներին ընդունված, այդ հստակ ծրագիր է, որ Հայաստանը ագրեսոր է եղել, ասում է ով է ձեզ թույլ տվել հայ զինվորին ուղարկեք մեր ինքնիշխան տարածքից դուրս, ինչ է դա նշանակում, դա նշանակում է դու ընդունում ես, որ Հայաստանը ագրեսոր է եղել։ Առաջինը պետքա մահապատժի չեմ ասում, բայց դատարանի առջև կանգնի հենց ինքը իր տղային Արցախում ծառայության իրականացնեն։ Առաջինը թող իրանից սկսի։ Առաջինը իրանից թող սկսի, հա, հետո նոր հասնի մնացած նախագահները իրենց հիմնավորումներն ունեն։ Մնացած նախագահները արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը կառուցել են եւ այդ կառուցակարգերով ողջ աշխարհին ներկայացրել են եւ ողջ աշխարհը դա ընդունել է։ Մինսկի խումբը ընդունել է, չէ՞։ Իսկ հիմա հանկարծ եկել է մեկը, որը ընդհանուր լրիվ Ադրբեջանի պարզ է, որ եթե հակամարտության երկու կողմը դառնում են մեկ կողմ, Հայաստանն էլ կամ իշխանությունը դառնում է Ադրբեջանի շահերի սպասարկու, պատկերը լրիվ փոխվում է։ Հետո 2018-ին եկել ես իշխանության 4 անգամ զորակոչ ես արել, դու ես ուղարկել հայ զինվորին Արցախում ծառայելու, դու ես 20 թվականին կանգնել կոչ արել, որ հանեք կասկաներ, բան զենքով, ինչ ունի, գնացեք Արցախում կռվեք, դա մեր հողն է, գնանք պաշտպանենք ձեր ընտանիքներին եք պաշտպանում գնացողները։ Եթե հետևաբար, եթե Բաքվի բանտում մեկը պետք է եղնի, դա պետք է լինի Նիկոլ Փաշինյան։ Դա պետք է լինի Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ցանկալի է Բաքվի բանտում ոչ մի հայ չլինի, բայց որ պիտի դատապարտվի այս ամեն ինչը, դա իր համար ավելի լավ է հայկական բանտում, Նուբարաշենում, թե Արմավիրում ուղղակի կարելի է որոշել, հա։ Դա այդքան էական չի իհարկե։ Այո։ Եվ հիմա քո կարծիքով մի փոքր խոսենք այն մասին, թե ինչպես եղավ, որ գնաց Մոսկվա, ինչ որ ատոմային էներգիայի հետ կապված համաժողովի մասնակցելու, անմիջապես ավարտեց ու հայտարարեց, որ գնում եմ, հա, Նյու Յորք։ Նիկոլ Փաշինյանի բանաձևն է հայտնի, անկախությունը կախվածության մեծացումը։ Հետևաբար այդ կախվածության մեծացումը։ Թվում է, թե ինքը ոչ ռուսացիաց է, փոխվում է Ռուսաստան օրբիտայից ուղեծրից եւ վազում է դեպի ամերիկյան կամ եվրոպական գրկախառնություն, հայտնվում է ատոմային ակումբի վեհաժողովին։ Ինչն է այստեղ հիշարժան։ Ինձ թվում է, որ ռուսները Նիկոլին տալիս են վերջին շանս։ Որտեվ մինչև այդ նույն օգոստոսի 8-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը ամերիկացիներից ստորագրել այդ մոդուլային ատոմակայանների եւ էներգետիկայի համագործակցության համատեքստում Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը։ Պարզ է, չէ՞, հիմա ես որ նայում եմ, աշխարհում այդ աշխարհակահական հակամարտությունը գնացել է արդեն միջուկային ոլորտում, քանի որ ռուս-ամերիկյան նախաձեռնությունները միմյանցից ատոմային այդ էներգիայի արտադրության առաջնեկությունը փոխելուն։ Մենք տեսանք, որ Թուրքիան օրինակ Թուրքիայում ռուսները մի քանի ատոմական են կառուցում, բայց Թրամփը Էրդողանից կորզեց համաձայնությունը Ամերիկայի հետ զարգացնելու ատոմային համագործակցությունը։ Հայաստանում 77 թվականից մեծամոլորի ատոմականը կա, որ իսկապես խորհրդային ժամանակների եւ ռուսական ատոմի հետ է անում։ Ռուսական ատոմային էներգետիկայի դպրոցի ինքը վառ օրինակներից մեկն է, որովհետեւ աշխարհում առաջիններից մեկն է, որ ինքը սառեցվել է, հետո վերագործարկվել է։ Երկրաշարժ տեսել մեծամորի ատոմական այդ առումով ունիկալ է համաձայնություն ձեռք բերվեց մինչև 36 թվականը շարունակելու ասեմ ձեզ ավելին բայց Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջվա ելույթի տողատակերում կառավարության նիստում հիշում եք երկու ատոմական այտենց կառուցել եք խաբար չեք իսկ արևային կայանները հետեւաբար այստեղ մեծամորի ատոմականի փակումը դա մեր ողերիմ հարևանների պահանջներից մեկն է եղել Սուսուփուս փորձում է այդ պահանջի իրականացման նախադրյալներ տեսնի բայց
կառույցների խոսքը, որ մենք այնպիսի որոշումներ չենք կայացնի, որը վտանգի հայ ժողովրդի շահերը։ Իրենք խոսում են, իրանք չեն ասում իշխանության, իրանք հայ ժողովրդի շահերի տեսանկյունից են նա, որովհետև լավ գիտեն, չէ, որ սա այնտեղ ուրիշ բան է խոստացել, իրենց եկավ ուրիշ բան է խոստանում, դեռ ասում են, այո, հույս ունենք, որ ոնց են հույս կապում են մարդու հետ, որ այն գուպի ձկան նման մի օրվա հիշողություն ունի ընդամենը։ Դե գիտես ինչ, այդ գոպիները հարմար են, այսինքն հիմա որպեսի այդ խելամիտ մարդու հետ դու նստես ժամերով, բանակցես, վիճես, բանավիճես, արգումենտներ բերես, չի ավելի շատ աշխատանք, իսկ գոպի գլխին մի հատ խփում ես, խելոք ենթարկվում է, չէ՞։ Այդ պահին անում է, հետո հակառակն է անում։ Կապ չունի, քանի վերահսկելի է, գոպիները իրենք քաղաքական կյանք ունեն։ Հենց վերահսկողությունից դուրս եկավից վաղ թե ուշ հետը լինելու է, այդ իրավիճակին մենք հասնելու ենք։ Այդ ժամանակ արդեն գուպիները ուղղակի եռմանջրի մեջ են լինում կամ թթվածինը փակում են եւ իրենց խռիկներով սկսում են խրխռալ։ Այդ խռխռոցը տեսնելու ենք վաղ թե ուշ։ Ես համոզված եմ։ Լավ, շատ լավ։ Հուսանք, որ այդ առաջին հարվածը կլինի նոյեմբերին, այս իշխանությանը ուղված, կտեսնենք, որ էջմիածնում Հերթական հարվածը կլինի իհարկե։ հաղթանակ կտանի կամ գոնե լավ կլինեն արդյունքները։ Շատ կարևոր իրադարձություններ են մեզ սպասում նոյեմբերին, իհարկե նոյեմբերի 16-ի վաղարշաբաթի ընտրությունները խիստ կարևոր են, խիստ, որովհետև ողջ հայության ուշադրությունը սևեռված է լինելու այդ ընտրությանը եւ մենք որպես ժողովուրդ, որպես քաղաքացիներ մենք մեզ ապացուցելու բան ունենք, հա, ի վերջո մենք տեղիք ենք տալիս այս ճնշումներին, մենք համակերպվում ենք, համաձայնվում ենք, թե մեր ընդվզումը արտահայտում ենք քաղաքակիրթ ճանապարհով, ընտրատեղամասերում մեր կամքը թելադրելով, մեր կամքով իշխանություն ձևավորելով, իսկ տեղական իշխանություններում, տեղական ընտրություններում ՔՊ-ի թուլացումը ինքնաբերաբար բերելու են նաև համապետական ընտրություններին, չնայած իրենց երկրորդ խոսնակը եւ այլն ասում էր 26 թվականին ավելի շատ ձեն ենք տանելու, քան 21-ին է եղել, հա, շտապեմ հիասթափեցնել, որ չմոռանաս։ Այո, այդպես ասա, շուշուտ ասա, հալվա ասելով բերանը չի քաղցրանում, այդ վիճակն է, այնպես որ հուսով, հավատով, սպասումով։ Այո, հուսանք։ Այո։ Շնորհակալ եմ այսօր այսքանը կհանդիպենք։